Տիկին Վարդանյան, դուք կանխատեսում էիք նաև այսպիսի իրավիճակ նախընտրական դեռևս շրջանում։ Հիմա գործընթացը մեկնարկել է, ըստ ձեզ ընդդիմության հակաքայլը որը պիտի լինի այս իրավիճակում։ Հասկանալի է, որ իրավական պրոցեսների վրա ազդեցությունը այս պահին պետք է լինի նաև քաղաքական քայլերի միջոցով, որովհետև այն ինչ որ պետք է անվի իրավական պրոցեսում փաստաբանները անում են եւ շատ լավ են անում, թեև ես ինքս էլ շատ լավ հասկանում եմ, որ որևէ արդյունք ակնկալել միամտություն է այս դատական համակարգը բացառությամբ առանձին դատավորների ծառայել եւ ծառայելու է այս իշխանությանը, որքան էլ այս իշխանությունը ձևանի, թե այս դատական համակարգը իրենց չի ենթարկվում, իրենց կամքը չի կատարում եւ հակառակն է, մենք բոլորս ականատես ենք լինում, թե ինչպես են նախ իրավապահ համակարգի կողմից գործեր կարվում եւ հետո այդ շինծու գործերով մարդկանց տանում ամիսներով փակում կալանավայրերում, հետո իհարկե բնականաբար այդ քրեական գործերի ճակատագիրը հասկանալի է։ Հակազդեցությունը պետք է լինի քաղաքական, իսկ քաղաքական հակազդեցությունը առաջին հերթին պետք է ենթադրի լուրջ կոնսոլիդացիա, այսինքն քաղաքական պրոցեսների գեներացում պետք է տեղի ունենա եւ դրա համար պետք է կոնսոլիդացիա լինի, ոչ միայն այսպես դատանի մոտ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հավաքվելու ձևով, այլ հստակ ճանապարհային քարտեզ սահմանելու միջոցով, որովհետեւ ելի եմ ուզում զգուշացնել մեր հայրենակիցներին, սա վերջին քրեական գործը չէ, սա վերջին կալանքի միջնորդությունը չէ, հաջորդիվ այլ քաղաքական գործիչներ են, այլ հանրային դեմքեր են եւ պարզապես մարդիկ, ովքեր այս իշխանության այլախոհներն են։ Այսինքն մենք հասել ենք մի փուլ, որ ամենևին պարտադիր չէ, որ մարդը զբաղվի քաղաքական գործունեությամբ։ Բավարար է լինել այլախոհ եւ սպառնում է ձեզ հայտնվել այս կամ այլ մնացած դատական ատյանների դահլիճներում եւ ստանալ կալանքի մասին որոշում։ Հետևաբար ես կարծում եմ, որ հապաղելու տեղ էլ չկա եւ պետք է հստակ ճանապարհային քարտեզ մշակվի եւ քաղաքական քայլերով կանխվի այս կներեք իհարկե, բայց բեսպրեդելը։ Մենք մի այնպիսի փուլ ենք մտել, որ այլևս իրավական այնպիսի նիհիլիզմ է, որ ընդհանրապես որևէ իրավական գործընթաց տրամաբանության եւ բարոյականության շրջանակներում չեն տեղավորվում։ Այն ինչպես այս իրավապահ համակարգը մտնում է տները եւ փոքր երեխաների ներկայությամբ իրականացում է խուզարկություն, ոչ միայն իրավական տեսակետից ընդունելի չի, այլ բարոյական տեսակետից ընդունելի չի։ Ես չեմ հասկանում էլի այդ հրահանգ տվողները եւ այդ հրահանգ կատարողները ինչով են մտածում։ Մարդկային որևէ նշույլ չի մնացել իրենց մոտ։ Տիկին Վարդանյան, այդ հրահանգը մենք տեսանք, որ ազգային ժողովի ամբիոնից եղավ, այ ժողովրդավարական եւ իրավական երկրում դա ինչ հետևանք պիտի ունենա։ Եկեք սկսենք նրանից, որ մենք վաղուց այլևս հատել ենք ժողովրդավարական եւ իրավական կոչվելու հնարավորությունը, որովհետեւ այս իշխանությունը չի թողել որևէ հնարավորություն պետությունը ժողովրդավարական եւ իրավական կոչելու։ Եթե կլինեինք իսկապես ժողովրդական եւ իրավական, իրավապահ համակարգի խնդիրը պետք է լիներ հենց այդ հրահանգ տվողին մեկուսացնելը։ Մինչդեռ մենք ապրում ենք ուրեմն ռեպրեսիաների շրջանում, որտեղ այդ մարդու հրահանգը իրավապահ համակարգի ամենաբարձր օղակից մինչև ամենացածր օղակի համար դարձել է, այսպես ամենակարևորը եւ իրենց համար օրենքը դա է եւ դրա շրջանակներում էլ այս, չգիտեմ, հակաիրավական ապօրինի քրեական գործերն են հարուցվում։